Հանգիստ նստած չորահաց ա ուտում։ Ոնց որ իա պատճառով չէին նոր երեխեքի ծնողները եկել դարպասը ջարդում։ Նենց լավ կլիներ պապատ ուշանար, դարպասը ջարդեին, վերջում էլ ես միկրոձեռնարկատիրոջ գլուխը ջարդեին։ Այդ երեխեքի ծնողները իմ պատճառով չեն ստեղ, այլ իրանց հետամնաց հայացքների։ Լսի այ առաջադեմ, ուրեմն առաջացի դարպասի դեմ ու այդ մարդկանց պատասխան տուր։ Ես կգնայի, ուղղակի վտանգ կա, որ կարող է հակաճառեն, միգուցե վիրավորեն ինձ։ Միգուցե չէ, հաստատ։ Իսկ ես վիրավորանք կուլ տվող տղա չեմ, ես տաքարյուն տղա եմ, կարող եմ մեկին վնասեմ, հետո հիվանդանոց, ոստիկանություն, այնինչ ասեք կարող է օգտագործվել ձեր դեմ։ Իսկ դա մեզ հիմա պետք չի, առանց էդ էլ մենք հիմա հետախուզման մեջ ենք։ Փաստորեն դու մեր մասին ես, հա մտածում։ Բացառապես մեր մասին։ Արա։ Հերս, եթե շտապ չի, հետո իջնեմ, էլի բան ենք խոսում։ Ձեն չի անում, լռությունը համաձայնության նշան է։ Այս դեպքում լռությունը ներվայնության նշան է, ոչ թե համաձայնության։ Արագացրու իզի։ Հերս, գալիս եմ։ Գաբիին էլ վերցրու հետը։ Գաբի, գնացինք։ Արագացրեք։ Հերս կանչել էիր։ Հերս կանչել էիր։ Կանչել էիր, տատյան։ Արամ։ Ես եմ։ Գաբի, սա ինչ է։ Ծանոց է։ Մենք մի կերպ գոյատևում ենք։ Դու քեզ համար շորեր ես պատվիրում։ Հա ինչ, պապա, ես իմ փողերով եմ պատվիրել։ Ինչ փողով։ Իմ աշխատած գումարով։ Ես աշխատում եմ, որ հեռախոս առնեմ, այն էլ դու նվիրեցիր, ես շոր առա։ Վաղվանից, ով ինչ գումար աշխատում է, բերում տալիս է ինձ։ Ես համաձայն եմ։ Երկրորդը։ Ես էլ չեմ աշխատում։ Ոչ ես աշխատում։ Դե ասեցի, հեռախոս առնելու համար էի աշխատում, այն էլ արդեն ունեմ։ Բաղոր չես աշխատում, ոնց ես հաց ուտելու։ Ինքը բոլորից քիչ ա ուտում։ Ու հետո դու առաջինը Արամին էիր կանչել, ինչի անցար Գաբիին։ Իմիջալոց, այս մինի մարդը բոլորից շատ ա ուտում ու ընդհանրապես չի աշխատում։ Ով չի աշխատում։ Լավ հիշեցրիր։ Արագ տեմպերով դուրս ես գալիս, այն երեխաների ծնողները դրսում են։ Գումարը վերադարձնում ես, քանի երկրորդ ալիքը բողոքի չի սկսել։ Արագ։ Ծնողներին։ Իսկ չլինի հենց երեխեքին վերադարձնեմ։ Ոչ, ծնողներին պիտի վերադարձնես։ Դե դու գոնե հետը սարի էլի։ Ես խոսել եմ հետները ձեռք չեն տա։ Գնա։ Դե դու ստեղ եղի։ Լավ, էստեղ եմ, գնա։ Ես դու հեռախոս ունես։ Բա կարող եմ մենակ ձեզ համար էի առել։ Իդեպ ասեմ, արդեն փոշմանում եմ։ Սապայի Գաբի ջան։ Հիմա կգամ։ Պապայդ որտեղից այդքան փող, որ 5 հեռախոս ա առել։ Ես գիտեմ ոնց ա առել, ապառնիով։ Երևի նկատի ունես ապառիկով։ Հա, բայց դու որտեղից այդ բառը գիտես։ Այդ հաստատ է, Վիկտոր։ Այդ տղեն անուղղելի է։ Ես ինչ սխալ բան արեցի ես։ Լավ։ Լավ, ես գիտեմ ինչ կանեմ։ Լավ։ Զավենի նոր հեռախոսը համարը ով ունի։ Հերս, լավ է նորմալ քաղաքակիրթ մարդիկ էին։ Շատ ափսոս։ Մի հատ երկուսով ձեր հեռախոսները տվեք ինձ։ Ինչի՞։ Դուք երկուսով չէ։ Դուք երկուսով։ Ինչի՞։ Ինչի՞։ Ֆոկուս եմ անելու։ Ահ, գժում եմ ֆոկուսների անել։ Պապա, այդ կվերադարձնես, չէ։ Կվերադարձնեմ։
Բա ֆոկուսը ցույց չես տալի։ Նայեք։ Վերջ ես գնացի։ Պապ, բայց ասեցիր կվերադարձնես։ Բայց չասեցի երբ։ Լավ էլի, պապա։ Իրականում ես ներողություն եմ խնդրում, որ հեռախոս նվիրեցի ձեզ ու հույսով արեցի, որովհետև մտածում էի, որ դուք վերջապես մարդ զավենը որ գաք ուղարկեք հյուրասենյակ, ես ընտեղ եմ։ Հեռախոսները հետ չես տալի հերս։ Հերս, թանկս ամենս։ Ոչինչ, Գաբիս, ամեն ինչ լավ է լինելու, քո հեռախոսը հետ է վերադառնալու։ Մամա։ Մարգո, Գաբիի մոտ ամեն ինչ լավ է լինելու, ավելի ճիշտ չէ, քո մոտ է ամեն ինչ լավ լինելու, հետևաբար Գաբիի մոտ էլ է ամեն ինչ լավ լինելու, Մարգո հանգիստ, ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ լավ է լինելու։ Հայրիկ, ես մենակ։ Չէ, ինչի մենակ այ բալա, բայց ինչ լավ է, որ դու ողջ ես։ Հայրիկ ջան, բայց ինչի համար պետք է ես ողջ չլինեի։ Ինչ իմանամ։ Չէ, մի վարքան, Անահիտ ինչ եմ նեղացել, աշխատել եմ, հələ մի բան էլ ինքն է ինձ նեղացել, աշխատացել է, աշխատավարձը չի տվել։ Ինչի։ Բայց չգիտեմ, ասում է գյուղացիների ձեռքը փող չկա, առևտուրը նստել է, հողաշենում ինֆլյացիա է, բայց աղի վերադառնանք մեր ոչխարներին, ես ինչի պետք է ողջ չլինեի։ Այդ ոչխարների պահը շատ լավ ասեցիր։ Այ վերո հիշյալ սմբակավոր կենթանի։ Ինչ ես դանակ համոյի կնոջը նամակ գրել։ Դանակ համոնով, ավելի շուտ որ մեկի մարդն է։ Դու երբևէ մարդ կդառնաս։ Հələ մի վարքան է, դու որտեղից գիտես, որ ես ում գերում կամ ինչ եմ։ Վիկտորն է ասել։ Այսինքն Վիկտորն է ասել։ Այսինքն ուզում եմ ասել, եթե ասեմ Վիկտորն է ասել, կհավատաս։ Ամբողջ համացանցով մենակ այդ են քննարկում, որ դանակ համոյի կնոջը նկատել են Նազարյան Կարլենի տղայի հետ գրվելիս։ Հիմա էլ կինը վերակենդանացման բաժանմունքում պարկած է, սուր կտրող գործիք։ Այդ կարող է այդ կնոջն ես գրում էլի։ Չէ, հոդվածն եմ ման գալիս։ Շատ իզուր։ Դանակ համոն սա հոդվածները ջնջել է տվել այդ համացանցից։ Հիմա անկած քեզ է փնտրում, որ բռնի։ Ոչ ոքի չես ասել որտեղ ես ապրում։ Չէ, այ հայրիկ ջան, ինչ ասեմ։ Կամ գան հասնեն ստեղ ինչ տանեն գյուղի կլուբ։ Էլ մի հատ հեռախոս տուր ինձ։ Ինչի։ Զանգ եմ Սմբատ իմ հեռախոսի մեջ րոպե չկա։ Հա, դու պրոբլեմ չունես։ Ես պրոբլեմ չունեմ։ Մեկի տեղը 3։ Եկ ինչ ես անում։ Փրկում եմ քեզ։ Դե լավ էլի հայրիկ քո երեխա չեն։ Երեխա ես, բա ինչ ես։ Սա էլ քեզ չի կարելի։ Ու եթե կհովացնի սիրտդ, ասեմ, որ բոլորից էլ վերցրել եմ հեռախոսը։ Աբա բոլորից։ Էնա Մարգոն ներքևը ոտով ձեռով ընկել էր իր հեռախոսի մեջ։ Մարգոից չեմ վերցրել, որովհետև Մարգոն երբ որ հեռախոս է մտնում, ոչ ոքի չի անհանգստացնում։ Խիրոմանիան ձեռքի ափով գուշակություն անելու հնագույն ազգիտությունը շատերի մոտ ասոցացվում է խաբերության հետ։ Բայց կարծես թե իզուր, գիտնականները ապացուցել են, որ նյարդային վերջավորությունները, որոնք գտնվում են ձեռքի ափի մեջ, ձգվում են դեպի մեր մարմնի բոլոր օրգանները։ Այսպիսով մարդու ափը ինքնից ներկայացնում է ողջ մարմնի պրոյեկցիան։ Ինձ նենց հետաքրքիր է, դու որ հեռախոս չունես, այդ ականջակալը ինչի ես դրել։ Մտովի երգ եմ լսում։ Ինչ էլ հավես ունես կատականելու։ Նենց հա վաբշե տրամադրություն չունեմ։ Դե համար մտովի տխուր երգ եմ լսում։ Մենք էլ մտովի ծիծաղում ենք քո տափակ հումորների վրա։
Ինչ անենք հայրիկը մեր հեռախոսները վերադարձնի։ Համենայն դեպս նախորդ ծամածրությունները չեն աշխատի։ Ես ոչ մի ծամածռություն եմ չեմ արել։ Բայնով էր։ Պապաչկա ջան սենց, պապաչկա ջան նենց։ Կարող ասես, որ քո ալտեր էգոնա, չնայած պետք է իմանաս այդ ինչա նշանակում որ ասես։ Լսի, պապայիդ վրա ջղայնացած ես, աղջկաս վրա անտեղի տեղը չբրբրաս։ Ես հայրիկի վրա ներվայնացած չեմ, ես ամեն ինչի վրա եմ ներվայնացած։ Լավ ինչ անենք, որ պապան հեռախոսները հետ տա մեզ։ Պապայիդ ասած մարդ դառնանք։ Ու շատ հետաքրքիր է այդ մարդ ասելով ինքը ինչ է հասկանում, դա որն է։ Ասեմ, Եկավ անմեղ սունակը։ Պապայի պատկերացած մարդը, այդ պատասխանատու մարդն է, Գաբի ջան։ Այդ էփող թափող անող դնող մարդն է, Մարգո ջան։ Այդ ստեղծող, այլ ոչ թե ընտանիք քանդող մարդն է, Զավեն ջան։ Շարունակե՞մ։ Հա, շարունակի։ Ինչ շատ հետաքրքիր է, քո մասին ինչ պիտի ասես։ Իմ մասին կասեմ, որ սոված սատկում եմ։ Այլի ձու, էլի բրթուջ։ Երեմդ փախի գյունստեից։ Ռոյտ զվազև գլուխդ բրթուջանը մուտեմ իրե։ Իրոք որ մի հատ գնաս տեղից։ Հերիք չի մատդ մատից չես տալիս, մի հատ էլ իմ պատրաստած նախաճաշին անուն ես կպցնում։ Սրանք տեսեք։ Գնա էլի Արամ։ Ու կգնամ։ Գնա, վերադարձի բնություն, բայց հիշում ես, չէ՞ բնությունը ինչքան տալիս է, այդքան էլ վերցնում է։ Հիշում եմ։ Ու նաև հիշելու եմ այս օրը, երբ որ ես դառնամ միլիոնատեր։ Մնում է դուք ձեր խոսքի տերը լինեք։ Արա դե փախի գնա առուտը տարա։ Ես էլ գնամ աշխատանքի։ Թե չէ վաղն էլ ամաններն են ուտելու ես։ Գաբի, կարող է դու էլ գնաս վարյականգնաս աշխատանքդ, պապայիդ ասած մարդ դառնալու արշավի սկզբունքով։ Մամա, եթե չես հիշում, դու ինձ ստիպեցիր, որ աշխատանքից դուրս գամ։ Հա, բայց ես ինչ իմանայի, որ պապատ իրան իմ նման է պահելու։ Նկատի ունեմ, որ անընդհատ փոփոխական տրամադրությունների մեջ։ Չգիտեմ, ես հիմա ինչ երեսով գնամ Վահանի մոտ։ Խնամված։ Մամա։ Անայջան, ես վերադարձա։ Որտեղից։ Օնլայն տիրույթից վերադարձա արդեն իրական աշխարհ։ Դե նկատի ունեմ, որ երեկվա դեպքերը էլ չեն կրկնվի։ Ուրախ եմ մեր համար Զավեն։ Այդ որ ասում ես մեր նենց լավ է հնչում, մեր Զավեն, մեր եսի նկատի ունեմ իմ ու իմ հաճախորդների համար, հասկացար։ Հա ես էլ այդ նկատի ունեի։ Ինչի դու ինչ հասկացար։ Հասկացա այն, որ չնայած քո տարիքին ու հասակին դու երեխու պես ես քեզ պահում հիմա։ Այ մայ դու։ Փաստորեն էլի մարդ կա այնպես մտածող։ Երևանում քո այդ շատ կանայք համամիտ չէին ըլլի։ Չնայած ինչի մենակ Երևանում, նաև Գյումրիում։ Ինչ լավ է ես Հովաշենում եմ ապրում։ Ուր։ Գնում եմ աշխատանքից դուրս, գարեջուրս վայել եմ, որովհետև առավոտ շուտ հերս, հետո էլ տնօրենս ձեն-ձենի տված իմ տրամադրությունը փչացրին։ Զավեն երեխեքին գարեջուր չի կարելի, գիտեիր։ Ճոճի աստար դուք մի գծի վրա եք։ Մենք այսօր չենք աշխատում։ Ասում եմ, Ես աշխատանքի հայտարարությամբ եմ եկել։ Ու ասեմ, որ դատարկ ձեռքով չեմ եկել։ Կաշառք եմ բերել հյուրասիրբի։ Կաշառքը ընդունված է, բայց դու ոչ։ Վահան, երեկվա համար լոկ կներես։ Ուղղակի մաման շատ վատ էր, ինձ թվաց մենք իրան կորցնում ենք։ Մամա տերվա։ Այդ երեք ինքը չէր հեռախոսի մեջից ասում, կարմիր շորիկ հետ դեղին բալետ կաներ։ Ֆիզիկապես վատ չի, հոգեպես է վատ, ինքը այն է ստրեսին չի դիմանում։ Համեն որ մի նորմալ մարդը տենց կմիջամետ էր խոսակցությանը։ Հա, այդ հարցում չեմ վիճում, ճիշտ ես։ Պատկերացնում ես, ու այդ խառը պահին ես հիշել եմ, որ քեզ պիտի զանգեմ։ Իսկ դու ինձ անպատասխանատու ես ասում։ Բայց ես քեզ չեմ ասել տենց բան։ Հա, բայց մտածել ես, չէ՞։ Լավ, Գաբի,
Նա ինչ ենք անում։ Ես քեզ կընդունեմ աշխատանքի, բայց մի պայմանով։ Դու ինձ պետք է պատմես, թե դու քո ընտանիքը ինչ գործ ունեք այս հովաշնում։ Ու առանց այդ ձեր թերապիաների ստի։ Հա բայց այդ մենակ իմ գաղտնիքը չի, չէ։ Դե լավ, այդ դեպքում կարաս չպատմես։ Պապայի գործերը վատ էին, ընկերը իրա մոտիկ խաբելա, տենց ստիպված ամեն ինչ կորցնենք, տեղափոխվել են գյուղ ապրելու։ Հասկացա։ Բայց այն որ ասում էի կարաս չպատմես, դա ճիշտ էի ասում։ Եթե դա քո գաղտնիքը չէր միայն, հանգիստ կարայի չպատմեր։ Լուրջ ես ասում։ Հա։ Բայց խնդրում եմ, էլի ոչ մեկի չասես, մենք լուրջ խնդիրներ կունենանք։ Կմտածեմ։ Դե վան, լուրջ եմ ասում։ Խոսելուց առաջ պետք է մտածեմ։ Վան, խնդրում եմ, լավ էլի։ Լավ։ Ընդունված եմ։ Շնչի, արտաշնչի, շնչի, արտաշնչի, արտաշնչի, ինչ շնչի, արտաշնչի։ Վատ չի, ես մեկն արդեն գնալով մարդ է դառնում։ Have a nice day։ Ոնց որ լավ օր եմ մաղթում, էլի։ Լուրջ ես ասում։ Ես չէի հասկացա, գիտես։ Եթե ուզում ես, ես կարամ քո հետ պարապեմ անգլերեն։ Դե ես անգլիա սովորած եմ։ Անայդ կարամ քեզ մի հատ հարց տամ։ Ուղղակի անընդհատ ուզում եմ այդ հարցը տամ, բայց չեմ տալիս։ Հարցրու։ Ինչ է անում քո պես աղջիկը էս հովաշենում։ Զավեն, իմ պես ինչի նկատի ունես։ Դե նկատի ունեմ գրագետ, գեղեցկուհի, դաստիարակված, դաստիարակության հետ կապված ուղղակի դաստիարակությունս դուր չի տալիս, թե չեք ասեի ինչի չես ամուսնացել մինչև հիմա։ Փաստորեն լավ է թույլ է տալիս։ Չէ, այդ չեմ հարցնում։ Այդ դաշտ չեմ մտնում, որովհետև եթե մտա այդ դաշտ, դու էլ պապայիդ կասես, պապա ձեր դաշտերում ինձ կկորցնի։ Չնայ, նենցա կարաս չպատասխանես։ Գիտեմ, բայց ես կպատասխանեմ Զավեն։ Ուղղակի միջև այդ դու իմ հարցին պատասխանի։ Քո պես անձնավորությունը ինչ է անում հովաշենում։ Ինպես ոնց։ Ինչ նկատի ունես։ Դե գրագետ, անպատասխանատու, կանամոլ, բամբակի մեջ մեծացած, լկստված։ Շարունակեմ։ Որտեղ ես գիտես այդ ամեն ինչը։ Ինստագրամի սեջն ես տեսել։ Զավեն ճակատիդ գրած է։ Անուշ հոտելի վրա եմ եկել, գիտես չէ։ Ձերքերդ լվացել ես։ Հա, Իսկ հյուրասենյակ մտնելուց առաջ ոտքերդ մաքրել ես, հենց նոր եմ սրբել։ իհարկե, բայց ոտքերով նույն բան անել չեմ կարող։ Արամիկը կերել, հա։ Չէ։ Առավոտյան պատրաստածս նախաճաշից դժգոհեց, անուն կպցրեց, մենք էլ սոված թողեցինք։ Հիմա ուր է։ Իրա միջավայրում։ Արոտավայրում գնացել է Ձուլվի բնությանը, չնայած որ բնությունը դրան դեմ է։ Լավ է կարել։ Հուսամ անցյալ անգամվա պատմության մեջ չի ընկնի։ Ուտեմ էլի կարող է վատանամ են օրվա պես։ Ճիշտը սունկն է։ Մանամա դերը կանցրվեք է, գնոմ սունկ հավաքեմ ուտեմ։ Իզուր մի տանջվի Զավեն, ես փոխաբերական իմաստով էի ասում, որ ճակատիդ գրած է։ Անայդ ջան, ես կարող եմ ինքնահավանեմ ու հղպացած, բայց հաստատ տուպոյ չեմ։
որ տենց էի անում, ուղղակի ճակատս քոր էր գալի։ Հա, հասկացա։ Բայց դու տենց էլ իմ հարցին չպատասխանեցիր։ Որ հարցիդ։ Արդեն խոսակցության թելն էլ կտրվեց։ Հա, հիշեցի։ Ինչ անում, ինպես էլ չասեմ ինչ անձնավորությունը Հովաշենում։ Արի շատ չխորանամ, ուղղակի ասեմ, որ ես իմ կամքով չեմ ստեղ։ Պարզա, փաստորեն դու չես քո գլխի տերը։ Նայ որի ցեխն է մցնում։ Գրակնենք, ես քեզ մի հատ բան հարցրեցի։ Որին իդեպ դու միջև հիմա չես պատասխանել։ Պատասխանեմ։ Բայց արի շատ չխորանանք մանրամասների մեջ, սենց ասեմ, ես տեղ իմ կամքով եմ զավեն։ Վարզա։ Այսինքն դու ես քո գլխի տերը։ Այո։ Տնից մեկն է իր գլխի տերը ելնում։ Ավելի շուտ խանութից։ Անահիտ, այսօրվա իմ աշխատավարձը կարաս աթենքի ՀՀԽ ձողիկներով տաս։ ՀՀԽ։ Հա։ Հավի համով խրխթան ձողիկներով։ Բայց ասա որ հումորս ու հնարամտությունս տեղն է։ Զավեն, այդքան մինուսի մեջ այդ 2 պլյուսը բան չի փոխում, հավատա։ Չէ, ես մեկ էլ չեմ ձգի։ Արժես մնացածն է տանել տուն, թող ամեն մեկը մի հատ ուտեն, հասկանան ինչ են կորցրել։ Վահան, կարամ քեզ մի բան հարցնեմ։ Աշխատավարձդ նույնն է։ Բայց ես այդ չէի հարցնում։ Աշխատանքային ժամերն էլ են նույնը։ Այդ է Վահան։ Լավ, խոսք եմ տալիս էլ չեմ ընդհատի։ Ասա։ Ուղղակի դու տարբերվում ես տեղի բնակիչներից։ Այդ կոմպլիմենտա թե դրանից վատ զգամ ինձ։ Ոչ մեկը, ոչ մյուսը։ Դու ուրիշ ձև ես։ Համեն խոստացել էի, որ չես ընդհատի։ Դե ուղղակի ուզում եմ ասեմ, որ ես զարմացած եմ, թե դու ոնց տեղից չես գնացել։ Ստեղից նկատի ունես Հովաշենից։ Լավ, Գաբի ջան, արի սենց անենք։ Քանի որ դու անկեղծ ես եղել իմ հետ ու պատմել ես քո գաղտնիքը, ես էլ քեզ պատմեմ իմ կյանքից մի քիչ։ Ամբողջ կյանքս խորհրդությամբ չեմ զբաղվել, քուր ջան, լրիվ այդ բանը։ Խորհրդությունը իրականում իմ հոբին է։ Ես իմ ողջ գիտակից կյանքս ապրել ու աշխատել եմ Երևանում, բայց ծնվել եմ այստեղ։ Իդեպ Երևանում ծրագրավորող եմ եղել ու շատ հաջողակ իմ գործում։ Ուղղակի մի օր որոշեցի, որ թողնեմ գործս ու գամ այստեղ։ Ամեն ինչ բիզնես բան թողեցի ու եկա Հովաշեն, որպեսզի լինեմ իմ ծնողների կողքին, որ մենակ չլինեն։ Բայց ինչի մենակ, քույր եղբայր չունես։ Ունեմ, մեծ եղբայր ունեմ, ինքը Եվրոպայում ապրում։ Ճիշտ է, շատ ծնողներիս կանչում իր մոտ, բայց մերոնք չեն գնում։ Ուզում են մնան հենց Հովաշենում։ Բարձր։ Այնպես որ Գաբի ջան, ես JavaScript-ն ու C++-ը փոխեցի Մոժոժի ու շիշ թավուկի հետ։ Ես որտեղ եմ ես։ Բարև ախպերես։ Մետրոն։ Շալվարը սարժ 2000, որտեղ եմ ես։ Մետրոն են կոմնա։ Խնդրեմ քուրս։ Յուզանց եմ, ունի չա։ Գետավր։ Որտե պախը քաշ։ Մորքուր ջան գնա այստեղից։ Մորքուր ջան հետս նորմալ խոսա, տարիքի չեմ նա։ Ռեմբո։ Ես քեզ շուտ եմ ստե պախտվել։ Ես ավելուկ մազեր։ Մորքուր ջան գնաս դու։ Լեկայինի Ռեմբո։ Վինի պուխ ջան ասա, էլ ես մորքուր ներվերս կերա վարդել։ Ռեմբո։ Արամիկի ուշանալը դուրս չի գալիս։ Մի անհանգստացի։ Շանը սատկել չկա։ Դա ես չեմ ասում, ժողովուրդն է ասում։ Ոնց։ Ժողովուրդը իմ Արամին ասում է շուն։ Կարլեն։ Այ Կարլեն։ Սմբատնա։ Սմբատ հոպարը։ Կարլեն։ Եկա։ Կարլեն։ Եկա։ Յո։ Կարլեն։ Այ Կարլեն։ Ինչ է եղել։
Կներես Կարլեն ջան, բայց այս տղետի փրկիչ ցնդած էր, հիմի էլ ցնորացին սունկա կերը։ Հալուցինը գեն սունկ։ Աշի։ Արամ, էդ ինչ վիճակ է, այ բալած։ Դու իրա հետ մի խոսա։ Հիմի ինքը ստեղ չի։ Բա ուր է։ Դե մի երկու րոպե առաջ Լապլանդիա էր, բայց դրանից առաջ իմ հավաբնում։ Այնտեղից եմ քաշ տվել բերել։ Այդ հավաբուն չէր, այդ վիշապաբուն էր։ Քո հավաբնում ինչ էր անում։ Ինչ որ անում էր արդեն արել պրծել էր։ Ցավը տանեմ 50 հատ հավիցս մի հատ ողջ չի մնացել։ Ես ասել էի, իմ վրեժը դաժանա լինելու։ Կարլեն ջան, բոլոր նոր տնկիներս ջարդել են։ Կարտոֆիլի նոր տեսակ էի ցանել։ Սա մարգերը, տրորել, ցողունները կոտրատել, ու էլի շատ բաներ։ Արի նստի գնանք քո աչքով տես։ Չէ, Սմբատ ջան, հավատում եմ, կարիք չկա։ Պարզապես ես հիմա մտածում եմ, ես սրա հետ ինչ անեմ հիմա։ Կարլեն ջան, դու ավելի լավ մտածես, թե ես վնասի տակից ոնց ես դուրս գալ։ Ախպերություն, բայց իմ մոտավոր հաշվարկով ցավը տանեմ։ Մի 500,000 պիտի կոմպենսացնես։ Նյութապաշներ, մի օր ձեր հերթել է գալու։ Վայ, Ալբերտ Սաֆարյանն է։ Հետո բա։ Կանանք մի հատ նկարում։ Արամ ջան, այ բալատ, արկինակ դու։